կատարվեց Անաստասիա Շահնազարյանի երազանքը։ Նա իր սիրելի Հայկոյի թիմում է։ Բոլորը գոռում էին, գոչում էին եւ ինձ հետաքրքիր ով է այս աղջիկը, ինչ է անում հիմա նա բեմի վրա։ Եվ ես պատտվեցի եւ տեսա շատ գեղեցկուի ճկնաղ մի ատեակ, որը իր արտիստիզմով էլ վերցրել է բեմը եւ տանում է բոլորին իր հետ։ Ես բարձրացա բեմ, երաժշտությունը հնչեց ու շոու գնաց։ Դա շատ լավ զգացողություն է, չգիտեմ ոնց ասեմ, բայց հետո որ տեսա Հայկոն արդեն սկսում է շարժվել, վсё, այդտեղից ես հասկացա, որ լավ, ես Հայաստանում եմ, սա լավ է, ես ամենալավ շոուի եմ մասնակցում, ես հեռու եմ լինելու իմ ծնողից։ Երկի ճիշտ ընտրություն եւ Էլեն Աղամալյաննի դեմս Հայկոյի մնաց նախագծում։ Սելենի ժամանակ ինչն էր հետաքրքիր, որ սկիզբը շատ հանդարտ էր ամեն ինչ եւ ես կարծում եմ, որ ես չեմ պատտվել։ Բայց ինքը հետո իր ձայնի ելևէջներով եւ կատարումով արեց այնպես, որ ես ստիպված սխմեցի կոչել։ Ես անցա հաղթարեցի այդ գույն լսումների փուլը եւ հիմա Հայկոյի թիմում եմ, ով դրա համար շատ ուրախ եմ։ Գտել եմ երկու ճկնաղ արտիստների։ Նա եկել է Ուկրաինայից, շատ պոզիտիվ, շատ ակտիվ անձնավորություն է։ Ես եկել եմ մի հատ լավ աղջիկայի հետ, իր անունը Էլենա, երբ որ ես իր հետ խոսում եմ կամ փորձերի վախը նայում եմ իր աչքերի մեջ, ես ինքս ինձ եմ տենում։ Ձեր զույգը ամենագեղեցիկ զույգերից մեկն է ինձ համար եւ ես կարծում եմ բազմաթիվ տղա երկրպագուների շրջանակներում դուք լինելու եք ֆավորիտների ցուցակում։ Եվ երգելու են Ստիվի Վանդերի երգացանկից մի շատ գեղեցիկ երգ։ Տեսնենք ինչ է լինելու։ Եկեք ավելի արագ փորձենք։ Մի րոպե, մենք երգում ենք Ստիվի Վանդեր։ Կարծես դա իմն է, ես կփորձեմ զգալ այդ ինչ որ երգելու եմ ու փոխանցել հանդիսատեսին։ Երկու գեղեցիկ աղջիկներ են ելույթ ունենալու, անկեղծ ասած Ստիվի Վանդերի ընտրությունը ինձ մի քիչ վախեցնում է, որովհետև այն պատասխանատու աշխատանք է։ Մեծ հույսով սպասում եմ այդ ելույթը, երբ որ մենք բացելու ենք մեր հոգին։ Երկուսդ էլ համ շատ լավ երգչուհիներ եք եւ լավ արտիստներ եք եւ ունեք խարիզմա եւ ես համոզված եմ, որ դուք կլինեք մեր շոուի ամենագեղեցիկ զույգը։ Ձեզ հաջողություն։ Շնորհակալություն։ Լավ ելույթ։ Մերսի շատ։ Անաստասիա Շահնազարյան եւ Էլեն Աղամալյան։ And no fight for hell. You can say we will and no dare still. You can shout out peace and vanish in the crowd. You can ride a stone without some effect. You can steal the spoil and not pay the debt. You can wear the sin that's still evil and really proud. You can sing a song with no melody. You can see we won without unity. You can form a life if you're too scared to stand alone. You can pray for grace and then spark a face. You can speak of hope in a crack and jump. You can see you dare, but time knows how much you grow. Put a face to you, somebody. Can you say your name, or would you rather say a no? Can you show your face, or are you feel foot on the show? Can you feel your heart, or does it beat for you alone? Live your glass up high, say that you're true, will never lie. If your love cannot be moved,
look at me and not see yourself. You can say it for them in the world. Truly blessed to the blessed, the good of all. You can serve the rich and deserve the poor. You can hear them cry, so just close the door. You can sit them down when not taken to the world. You can benefit from one's detriment. You can find the sermon not to the sick. And freedom's left, you must let them be believe. Yeah. You can see the right only from your side. You can see the wrong, it just go along. What's that the way you want to face and breathe? Put our face to your somebody. Can just say your name. Say your name. Or would you rather say I know? Yeah. You show your face. Show your face. Or how you feel. How you feel. You feel your heart or doesn't beat for you alone. Live your glass up high. Your glass up high. That's the truth. Never die. If your love cannot be moved. Բրավո, Անաստասիա Շահնազարյան, Էլեն Աղամալյան։ Քրիստինե Պեպելյան, լսում ենք ձեզ։ Կարծում եմ սա դժվար առաջադրանքեր իհարկե, որ կարող էր ձեզ տրվել, բայց այնուամենայնիվ շնորհավորում եմ ձեր առաջադրանքը դուք կատարեցիք գոհունակության եւ դժգոհությունների մասին, վերջում ձեր մարզիչը արդեն տեղյակ կպահի։ Շուշան Պետրոսյանը, ինչպես գիտենք, նա ունի թուլություն Ստիվի նկատմամբ։ Բավական բարդ երգ էի ընտրել ու վատ երգեցիք երկուսդ էլ։ Բայց կարևորը բարի ժպիտով եք դա ասում Շուշա։ Դե որովհետև երկուսն էլ լավ ձայն ունեն, երկուսն էլ շատ հետաքրքիր կերպարներ են, շատ վառ են երկուսն էլ, բայց ասենք կարկատաններով էր երգը, այսինքն տեղ կար փառահեղ մելիզմեր էիք անում, փառահեղ։ Տեղ կար շատ սիրուն ձեր ձայնը բացում էիք տեմբրով, շատ լավ լսվում էր, հետո այդ ամեն ինչը կորում էր ու փնթի էր։ Ես երկուսին էլ չեմ ուզում ձայն տալ, որովհետև ես կարծում եմ, որ ափսոս է այն ինչ որ ունեք, պիտի շատ աշխատեք։ Լավ չէիք երգում։ Կներես հայտ։ Շնորհակալություն։ Միքայել Պողոսյան։ Իմ տպավորությունները ավելի բարձր են արտաքնապես, քան կատարողական։ Համենայն դեպս շնորհավորում եմ, երկուսը շատ լավ տեսքով եք։ Հայկո։ Էլեն ջան, քեզ ի սկզբանե շատ սիրեցի, շատ ուրախ էի, որ քո հետ աշխատում էինք մինչև հիմա, որովհետև դու շատ լավ պատասխանատու, բարի եւ տաղանդավոր մարդ ես ու գեղեցկուհի աղջիկ ես։ Շատ ուրախ եմ, որ սենց հայուհիներ կան եւ մեր կողքին են։ Ես բացի որ քեզ ցանկանում եմ վոկալ ասպարեզում Հայաստանի ձայնից հետո ավելի կատարելագործվես, նաեւ քո դերասանական վարպետությունը ուզում եմ ավելի ու ավելի զարգանա եւ քեզ ես նաեւ տեսնեմ ինչու՞ չէ թատրոնում կամ ինչ-որ ֆիլմում խաղալուց ես շատ ուրախ կլինեմ քեզ այնտեղ տեսնելու։ Շատ ուրախ եմ քո հետ ծանոթանալու համար։ Նաստյա ջան, ես կուզենամ, որ քո նման գեղեցկուհին եւ տաղանդավոր մարդը ապրի Հայաստանում։ Վերջը մենք քեզ պետք է օգնենք այդ որոշումը կայացնես։ Էլ չգնաս գաս, եկել ես մնաս։ Երկուսիդ էլ շատ սիրում եմ, ուղղակի այսօր վոկալ առումով Նաստյան ավելի վստահ էր իրա վրա։ Սիրելի Էլենը լքում է նախագիծ։ Անաստասիա Շահնազարյան։ Բեցեք։ Ասում եմ, մի տխիր, որ այս ամենը ավարտվեց, ուրախ եղիր, որ այս ամեն ինչը եղել է։ Բրավո։ Ես իսկապես շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ ես հայտնվեցի այստեղ, ես ունեցա այդ հնարավորությունը։ Նախագիծը ինձ իսկապես պարգևել է շատ երջանիկ պահեր։ Շնորհակալություն։ Ցավոք սրտի ոչ ոք չսեղմեց այդ չարաբաստիկ կոճակը։ Մենք ձեզ սիրով, շնորհակալությամբ եւ նաեւ սպասումով ասում ենք կհանդիպենք։